Շարունակում ենք եթերը եւ այս պահին բոլոր փոքրիկներին, եթե նրանք պատահաբար դպրոց չեն գնացել կամ նրանց ծնողներին, ովքեր դեռ տանն են, խնդրում ենք այլ ավելի ուշադիր լինել, որովհետեւ մի հրաշալի խաղ է ստեղծվել, որի պարագայում մենք չենք ասելու հեռախոսը դիր, այլևս մի խաղա անցիր դասերիդ, որովհետեւ այն ամեն ինչ կսովորի երեխան այս խաղի միջոցով ավելին է հավանաբար, քան կարող ենք սովորել գուցե նույնիսկ դպրոցում։ Այո, խաղը շատ ուսուցողական է, կոչվում է Սուպեր Դավիթ եւ հիմա այս խաղի մասին ավելի մանրամասն կպատմեն տեղավորում մեր հյուրերը Սուրեն Ալոյանը, դասարան կրթական ծրագրի հիմնադիր նախագահ եւ Համլետ Մաթեոսյանը, այն ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտորը, բարի լույս։ Բարի լույս, շնորհակալություն հանրային հեռուստաընկերությունում սկսելու համար։ Սուպեր Դավիթ, ինչ է իրենից ներկայացնում այս խաղը։ Սուպեր Դավիթ, նախ սկսենք անունից, անունը ընտրվեց 10-րդ Սուպեր Մարիոն ես հիշեցի միայն։ Չէ, սա 10-րդ դարի մեր էպոսի հիման վրա է ընտրվել Դավիթ Սասունցիի։ Խաղը նպատակաուղղված է դասարան կրթական հարթակում գրանցված բոլոր աշակերտներին, մոտավորապես թվով 350,000 աշակերտ եւ մոտ 100,000 էլ շրջանավարտ, որպեսզի կարողանանք դասարանի խողովակների միջոցով երեխաներին սովորեցնենք բնական վտանգների վերաբերյալ, ինչ անել մինչև բնական վտանգները, ինչպես վարվել ընթացքում կամ որևէ վտանգից հետո, ինչպես վարվել, այո։ Եվ ինչ գործառույթ է այստեղ իրականացրել ԱԻՆ-ը։ ԱԻՆ-ը հիմնականում իրականացրել է տեղեկատվական գործառույթը, նյութերի մշակումը, որովհետև նյութերի հետ մնացած աշխատանքը իրականացվել է հարթակում կրթական, 7 հիմնական վտանգներ են նայված, բայց գլխավոր խնդիրը մենք դրեցինք կապերի մեջ, թե վտանգը ինչպես նայել, վտանգը ինչ է իրենից ներկայացնում, ինչից է առաջանում, ինչ պատճառներ կան, ինչպիսի կանխարգելիչ, կանխարգելող միջոցառումներ կան, որից հետո ինչ անել մինչև վտանգը, ինչ անել վտանգի ժամանակ, ինչ անել վտանգից հետո։ Տրամաբանությունը սա էր, որպեսզի երեխան մեխանիկական գիտելիքներ չստանա, որտեղ այդպիսի գիտելիքներ չեն գործում բառնապես, այս տրամաբանությունը տեսնի։ Այստեղ շատ կարևոր է կարծում եմ, որ համագործակցությունը կա եւ պրոֆեսիոնալների խորհրդատվությամբ է ստեղծվել, հա, այս սցենարային իրողությունները, որոնք կարող են լինել։ Ինչ հետաքրքիր տեխնիկապես ովքեր են աշխատել խաղի ստեղծման վրա։ Դասարան կրթական ծրագրի թիմն է աշխատել խաղի ստեղծման վրա, բայց խաղի ստեղծման թիմը բավականին մեծ էր, նախ ասեմ, որ արտակարգ իրավիճակների նախարարությունը, իդեմս նախարարի միշտ այսպես ձեռքը պահում էր ուշադրության կենտրոնում ճգնաժամային կառավարման կենտրոնը իր ամբողջ թիմով, համաշխարհային բանկը, ով աջակցեց այս խաղի ստեղծմանը, դպրոցականները վերջի վերջո, որոնք հանդիսանում էին ֆոկուս գրուպը ամենակարևորը, որպեսզի եւ կերպարի ստեղծումը եւ ընդհանուր առմամբ խաղի գաղափարախոսությունը մենք փորձեցինք այնպես անել, որ երեխաների աչքերով լինի եւ կարողանանք գիտելիքը մատուցել այնպես, որ երեխայի համար շատ ավելի ըմբռնելի եւ ընկալելի լինի։ Սա բավականին մեծ թմի մոտավորապես 6 ամսվա աշխատանք էր։ Բովանդակության հարցում ամբողջությամբ մենք հիմքը դրել էինք պրոֆեսիոնալների եւ պրոֆեսիոնալ կազմի կողմից, մեր մասնագիտական այդտեղ քայլը նա էր, որպեսզի բովանդակությունը կարողանանք խաղայնացնել, գունագեղություն մի քիչ փոխանցել այդ ամենին եւ որպեսզի երեխայի համար ընկալելը շատ ավելի պարզ եւ մատչելի դառնա։ Այստեղ էր նաեւ դասանի թիմի աջակցությունը։ Պարոն Մաթեոսյան, դուք խաղացել եք արդեն այս խաղը։ Այո։ Եվ ինչ եք սովորել։ Նորմալ խաղացի, անցում կատարեցի։ Կարողացաք ասել։ Այո, իհարկե։ Եվ վիշապը ձեզ չքերավ։ Պարոն Մաթեոսյան։ Ես նաև եթե կարելի է ասեմ, որ խաղի մեկնարկի օրը դա 12-րդ օրն էր, երբ խաղը բետա տարբերակով արդեն կայքում էր եւ խաղը գրանցել էր արդեն շատ մեծ ցուցանիշներ, մենք ունեցել էինք այդ օրվա համար 187,000 արդեն խաղ, որը որ երբևէ դասարանի խաղերի բոլոր ցուցանիշները գերազանցել են։ Ավելին խաղը ներբեռնել էր։ Բացի խաղը ներբեռնելու կարիք չկա, ինքը առցանց է, կարող եք խաղալ եւ դասարանից ազգակիր ունենալու կամ Facebook-յան կամ Twitter-յան account-ներ ունենալու պարագայում, այն հասանելի է ոչ միայն դպրոցականներին կամ նրանց ուսուցիչներին, այլ ավելի լայն զանգվածների, ովքեր ցանկություն ունեն իրենց գիտելիքները կամ իրազեկությունը բարձրացնել։ Պետք է Facebook-ում գրել Սուպեր Դավիթ, թե ինչպես։ Չէ, մտնում եք դասարան կայք, երբ սեղմում եք Սուպեր Դավիթ խաղի վրա, խաղը ձեզ առաջարկում է ինչ տարբերակով եք ուզում գործել։
կամ դասարան, այո, դասարան AM կայքի, կամ դասարանի ծածկանում ծածկագրով, կամ Facebook-յան, կամ Twitter-յան։ Այսինքն բոլորը հնարավորություն ունեն Այո, խաղալ։ սա կոչվում է այսպես ասած Facebook integrated, որը հնարավորություն է տալիս ավելի լայն զանգվածներին կիրառել խաղը։ Պարոն Մաթևոսյան, եկեք հստակ օրինակի վրա ասենք, օրինակ երեխան ինչ կարող է սովորել խաղի միջոցով։ Հասկանալ աղետներ եւ այլն, բայց այսպես ավելի կոնկրետ բառերով բացատրել։ Ուրեմն հստակ օրինակը հետեւյալն է, որ մենք բավականին երկար ժամանակ պայքարել ենք մեխանիկական ուսուցման դեմ։ Եվ դուք տեսեք 70-80 տարի սովորեցնում են ինչպես իրենց պահել երկրաշարժի ժամանակ, բայց մեկը իրենց չեն պահում։ Այնպես ինչպես պիտի պահեն։ Հետևաբար նման հին մեթոդներով ուսուցումը ինքը արդյունավետ չէ։ Ուսուցման մեջ պետք է կիրառվեն բազմաբնույթ մոտեցումներ եւ միայն այս բազմաբնույթությունը հնարավորություն կտա եւ բացի դրանից պետք չի խելոք մարդու տեսք ընդունել եւ դաս տալ։ Ահա, մենք տեսնում ենք կայք, մենք տեսնում ենք խաղի գլխագիրը, պետք է այնպես անել, որ մարդը ինքը ինքնուրույն գտնի իր հարցերի պատասխանները։ Ինքը փնտրի դա եւ ինքը գտնի, այդ դեպքում երբեք ինքը չի մոռանա։ Եվ կարևորագույն խնդիրներից մեկն այն է, որ մենք պետք է այնպես անենք, որ մեր բնակչությունը դադարի ընդհանրապես միայն գործել իրավիճակի դեպքում։ Հենց որ մի իրավիճակ լինում է, բոլորի գլուխը սկսում է աշխատել, սկսում են հավաքվել իրար։ Բոլորը մասնագետ են։ Իսկ ես ասում եմ, պետք է առաջ անցնել, թույլ չտալ, որ այդ իրավիճակը լինի, կանխել այդ իրավիճակը, կանխարգելել այդ իրավիճակը։ Ինչպես օրինակ հիմա կամայական մարդու տան կարող է հրդեհ լինել։ Մարդը իր տանը ամեն ինչ ունի, մի հատ հրդեհաշիջման բան չունի դրած, ոչ մեկի տանը, ձեր տանը նույնպես։ այո։ Հարց է առաջանում, ինչու չի մտածում կանխման մասին։ Ինչն է պատճառը։ Այս խնդիրներն են, որոնք մեզ ստիպում են փնտրել նոր ճանապարհներ եւ պետք է նշեմ ուրախությամբ, որ մեր նախարարը այս մտահղացման հեղինակն էր, որ մեզ ծանոթացրեց միմյանց հետ, մեր կառույցներին, այո, եւ այս մեթոդը սկսեց մտնել։ Պատկերացնում եք, ինքը հնարավորություն է տալիս երեխային իր ծնողների հետ խորհրդակցելու, ընկերների հետ փնտրելու, նյութը գտնելու, որպեսզի կարողանա խաղում հաջողություն ունենալ։ Դա իհարկե շատ կարևոր է եւ արդեն ինչպես նշեցիք, ոչ միայն կանխարգելման մեթոդներին ծանոթ կլինի, այլ նաեւ իրավիճակից հետո կատարվող գործողությունների, օրինակ ասում ենք, չէ, որ երկրաշարժի ժամանակ այդքան մարդ չէին կորցնի, եթե մենք հետագայում փրկարարական աշխատանքները ճիշտ կազմակերպենք կամ մարդիկ իմանային այդ պարագայում ինչպես պետք է իրենց դրսևորեն։ Չէ, ես ձեզ ավելի ուղղեմ, ավելի լավ չէր մեկ անգամ լավ կառուցել ու այդ երկրաշարժի ժամանակ նստել սուրճ խմել։ Դե դա է ուզում ասել, բայց դուք ավելի Ճապոնիայում էլ լավ էին կառուցել, սա մի փոքր արդեն վիճելի հարց է։ Ամենևին վիճելի չի, շատ լավ էին կառուցել եւ երկրաշարժից էր դա երկրորդ վտանգն էր դա, ինչ որ դուք ուզում եք ասել, եւ շատ մեծ արդյունք է տվել, որովհետեւ նույն 95 թվականի Քոբեի երկրաշարժը նույն բալայնությամբ ինչ որ սպիտակում էր, իրենք ընդամենը 2500 մարդ կորցրեցին, այն էլ այն շենքերում, որոնք դեռ չէին վերակառուցել։ Այնպես որ սա ճանապարհն է այն, որով պետք է գնանք կանխել, չլինել խոցելի, գիտելիք ունենալը նույնպես վերացնում է խոցելիությունը, այստեղ է որ մենք ձեռքի տվեցինք։ Իդեպ պարոն Մաթևոսյան, խաղից անմիջապես հետո եւ գրասենյակի եւ տան համար ես ինքս էլ զերու բերեցի կրակները եւ արդեն ունեմ նաեւ կրակներ։ Անավանդ որ այդքան էլ թանկ չեն, որքանով որ տեղյակ եմ։ Շնորհակալ ենք ձեզ, որ այս առավոտ մեզ հետ եք, հիշեցնենք, որ խոսում ենք Սուպեր Դավիթ նոր էլեկտրոնային ուսուցողական խաղի մասին, որը կարող եք խաղալ յուրաքանչյուրը, պարզապես այցելեք դասարան.am կայքը եւ խաղացեք ու մասնավորապես երևի թե կարեւոր կլինի որպեսզի երեխաներին ցույց տաք այս խաղը, որովհետեւ նրանք այդտեղից շատ մեծ գիտելիքներ կձեռք բերեն։ Շնորհակալություն։